Եթե Լյուկ Բեսոնը ծնվեր Հայաստանում, նա կարող է լինել մեր այսօրվա գլխավոր հերոսի համադասարանցին։ Ես Եգոր Գլումովն եմ, եւ մենք սկսում ենք երեկոն Շանթում։ Մեր այսօրվա գլխավոր հերոսն է բոլորի կողմից շատ սիրված, հարգված Նարեկ Դուրյանը։ Ամեն ինչ պարզ է, իմ այսօրվա հյուրն է դերասան, բեմադրիչ, Բոհեմ թատրոնի հայր հիմնադիր, բոլորի կողմից շատ սիրված եւ հարգված Նարեկ Դուրյանը։ Բարև ձեզ, բարի երեկո, շնորհակալություն, որ այստեղ եք եւ մեզ հետ եք։ Շնորհակալություն, որ հրավիրեցիք, ուրախ եմ։ Մենք էլ ենք շատ ուրախ եւ համոզված եմ, որ ել ավելի ուրախ կլինենք ծրագրից հետո, որտեղ ընթացքում այնքան ուրախալի բաներ կհիշենք, որ ել դուսուս։ Այսինքն չխոսամ։ Խոսեք։ Այս երաժշտությունը ինչպիսի զգացմունքներ է արտնացնում եւ ինչքան է հոգեհարազատ Նարեկ Դուրյանին։ Ես նոր լսում էի, նախ շնորհակալություն ժողովուրդ ջան, շատ լավ էր։ Մի բան, դե թող այսօր մի հատ քսենց բան գրեն, էլի։ Դժվար է։ Չէ։ Դժվար է։ Այո։ Զարմանալի է, էլի։ Զարմանալի է, ոնց է որ այս ամբողջ այդ հին խիտերը, այդպես մեկը մյուսից շեդևր է։ Այսօր ամենը ֆրանսիացու ասած սառածը տաքացրած նորից ամանի մեջ դրած, այո, ամբողջ։ Դե շատ-շատերը ասում են ամեն ինչ գրված է արդեն շուտվան։ Այո, եւ ասված։ Եվ արված։ Բայց խաղացված կարծես։ Կարող ենք այդպես ասել, ես հիպի եմ եղել ժամանակին։ Գիտես, երկար մազերով, այո, ճղված ջինսերով, այո, չէ, ճղված չէին ջինսերը, գիտես ոնց էին, այսպես գծավոր էին, ու ամեն գիծը մի հոլիդեյ, ոնց տակը այսպես, ամեն գիծը մի գույնի էր, մոկասիններ էինք հագնում են հնդիկների, այսպես բաները, հնդկացիների, այսպես բաներով, այո, շապիկը մեծ օձիքով այսպես, կոճակները երկուական էին գրում, ատլաս է շա, անպայման Միք Ջագերի նշանը կար այստեղ, մի հատ հայտնի ֆոտո ունի, ասես միկրոֆոնի վրա գոռում է այստեղ դրված, եւ իհարկե Ջոն Լենոնի այդ ակնոցը, նու փորձում ենք ըստեղից բացեինք այս բանը, բայց իմ մոտ չէր ստացվում, բայց բավականին երկար մազեր ու այդ ամբողջ, այսպես ասած, ժամանակները ես վերապրել եմ, սկսել Beatles, Jimi Hendrix, հիմա օրինակ լսեցի, որ գիտարից լսեցի մի անգամից Ջիմի Հենդրիքսի հետ։ Դեպի Ջիմին գնացի։ Դեպի Ջիմին գնացի, Ծնվելով այդպիսի տանը հնարավոր չէր, որ պարոն Դուրյանը, ապագա պարոն Դուրյանին չստիպեր, որ նա զբաղվեր երաժշտությամբ։ Իմիջիայլոց հայրիկը ինչպես է վերաբերում, որ դուք հիպի եք, ոչ թե դասական երաժիշտ։ Գիտեք, մի զարմանալի բան ասեմ, ընդհանրապես միշտ դեմ էր, բայց պապան շատ ես շատ լավ հիշում եմ մի անգամ իրան Purple լսացրեցի զորով, կարողացա համոզեմ։ Այդ որ թվականն էր։ Չեմ հիշում, երևի 14 տարեկան եմ եղել այդ։ Լսեց։ Իսկ որ երգն էիք դրել, հիշում եք գոնե։ Չէ։ Մենակ հիշում եմ, որ լսեց, նու փորձեցի ամենակիչ ղժբժն գտնեմ, որ մի քիչ երաժշտություն մեջ լինի։ Լսեց, այսպես արեց, մի հատ էլ արեց ու գնաց, բայց ասեց, ինքը շատ, ինքը իսկապես փնտրում էր, ուրեմն մի բան ասեմ, երբ Jesus Christ Superstar բում արեց աշխարհով, այո, պապան Ամերիկայից ինձ զայնասկավառակը բերեց, այն էլ ինքը չեր արել, նվիրել էին, ասին կտաս տղա այդքան, որ երիտասարդ եմ, Երևանում երկու հոգի ունեինք այդ զայնասկավառակը։ Երկրորդ ով էր։ Չեմ հիշում, բայց մեկն էլ կարևոր էր, Եվ պատկերացնում ես, չէ, տալիս փոխանցում էին բոլորը մագնիտոֆոնները, այդ բանը, որի մեջ դնում ես այդ թուղթը։ Արդեն այսպես տեսքը բանը, ինքը 4 հատ էր կարծեմ։ 2 հատ, դաբլ։ 2 հատ էր, հա չեմ հիշում։ Ու նույնը ես ստիպեցի իրան, որ լսի, ինքը շատ մեծ հաճույքով լսեց։ Գիտես ինչա, ինքը շատ բաց էր։ Ամեն ինչ ընդունում էր, եւ դա ինքը ինձ էլ է սովորացրել։ Ես ամեն ոչ ընդունում եմ։ Ամեն ինչ իր տեղը ունի։ Հասկանում ես, Purple-ն էլ է երաժշտություն, Beethoven-ն էլ է երաժշտություն։ Բայց չի կարելի չէ իրար հետ համեմատել։ Նույնը թատրոնում չի կարելի բոլոր ոճերը, ասել սա
թատրոնա, սա թատրոն չի։ Նո, չես ուզում մի նայիր, ով է քեզ ստիպում նայես, եղբայր։ Կարևոր է ունենալ ընտրության ազատություն։ Իհարկե, դա շատ կարևոր է։ Եվ այնուամենայնիվ, ինքն էլ ասում, ես էլ եմ ասում, այնուամենայնիվ արվեստում ցենզուրան մի քիչ պետք է։ Ոչ թե իրավունք չտան մի բանի մասին խոսես, ոնց խոսես։ Գիտեք, մարդ կա գրեիք խոսքը ասում, ամենահասարակ գրեիք խոսքը, ոնց որ սենյակում մռայլ տրամադրությունը կանգնի, մարդ էլ կա մեր Մկրտչյանի պես, անեկդոտ էր պատմում ամենավերջին հայհոյանքով, ոչ ոք չէր նկատում, չենք նկատում, որովհետև մատուցելու ձևը կա, մատուցելու ձևը կա և տեղին մատուցվի։ Մի քիչ խոսենք այդ ազատության մասին։ Փոքրիկ Նարեկ Դուրյանը եւ երաժշտական դպրոցը, այդ պատմությունների շարանից խնդրում եմ։ Դե ես բավականին ծանր աշակերտ եմ եղել երաժշտականով, չէի սիրում այդ գամաները, բաները, խենթանում էի, հոգնում էի, մաման ծեծում էր, ահավոր էր ծեծում։ Մաման քանի կանոնա վրաս կոտրել, պապան չէ։ Պապան մի հատ էսպես ունքը բարձրացնում էի, սվաղվում էի, էսպես պատին դառնում էի ռուսի ասած աբոյ, այսպես մի հատ նայում էր, ես չորանում էի։ Մաման չպետք է չէր, ինչ ուզում անում էր։ Հայրս լուցկիներ էսպես վերցնում էր 100 հատ լուցկու հատիկ, դնում էր դաշնամուրի այս կողմը, այն կողմը։ Ասում էր գաման մի հատ կնվագես, մի հատիկը կդնես այն կողմ։ Մինչև բոլոր լուցկիները այն կողմ չասեն, դաշնամուրի չես վեր կանա։ Բայց միևնույն է, ես շատ ծանր էի գնում, չէի սիրում եւ այլն, հիմար երեխա է էլի։ Հետո 6-րդ դասարանում ես չավարտեցի, սա հետո 7 տարի էր։ Մի կերպ հասա 6-րդ դասարան, 6-րդ դասարանում քննություն պիտի տայի, հրաշալի հիշում եմ, պիտի նվագայի Արամ Խաչատրյանի Անդանցինոն, տա տա տարարարարամ, դա շատ լավ գործ է, հոյակապ գործ է։ Պատրաստված էիք։ Այո։ Պապային ասի չգաս։ Ասի չէ չեմ գար։ Գրացի մամային ասի ասա չգա, ասի չէ ինձ խոսք ատում է չի գա։ Գնացի, ես լուսանկարը ունեմ շորտերով, փողկապով, ջերմակ շապիկ, սովետ, գիտրիներ, մինչև այստեղ բան, այն պահին, որ պիտի Սայեթնովայի վերևը սրահ կար, դաշնամուրով, Ստենվեյն եւ այլն, այն պահին, որ պիտի կոմիսիան նստած է, այսպես քննություն է, պիտի անցնենք 7-րդ դասարան, այն պահին, որ ոտքս արդեն այսպես դնում եմ, որ դուրս գամ, դասատուներից մեկը Նարեկ լավ կնվագես, պապան դալիճում է։ Բա։ Այո, ու ես այսպես արեցի, ու այդ պահին ինձ ֆոտոին արի, ես այդ ֆոտոն ունեմ, այսպես։ Դուրս եկա, նստեցի, սկսեցի նվագել, կեսից, բապան դալիճից վեր կացավ, ասեց, իջիր ասեց, իջիր, կնա ուրիշ բան սովորиш, տուն դաշնամուրի հետ գործ չունես, ու գնաց։ Դե պարզա ինձ կտրեցին, ով ինձ թվանշան կդնի, Դուրյանն ասեց իջի։ Եկա տուն, լացով, կոցով, տունը մի հատ մեծ սկանդալ, իհարկե պապան, մաման եւ այլն, եւ ինձ հանեցին, ասեց, պապան ասեց, չի ուզում թող չանի զորով։ Ուզում է դերասան դառնա, որտեղ մեր տանը միշտ այդ պատերազմը եղել է, թատրոն, թե երաժշտություն։ Այդ ժամանակվանից։ Ես միշտ, դե մաման Սունդուկյանում էր աշխատում, ես անընդհատ այնտեղ ես մասովկաներում դուս էինք գալի, հետև էսպիսի բաներ էինք անում, բան, բոլոր այդ դերասանի Խորեր Աբրամյանի աղջիկը, Մհերի աղջիկը, բոլորս միասին էինք, էլի, ես ավելի դեպի թատրոն էի ինձ քաշում, քան երաժշտություն։ Եվ ինձ հանեցին դպրոցից, ես չավարտեցի։ Հետո մի օր արդեն պապան գնաց Հայաստանից եւ այլն։ Դաշնամուրը ինձ համար վերջացած հարց էր, մոռացա։ Բարեբախտաբար ինձ համար այն տարիներին։ Կհիշես 22-ից 30 հաղորդում կար։ Հիշում ես։ Այո։ Որ բում արեց Սովետական Հայաստանում, մենք այդպեսի բան չէինք տեսել։ Ֆորմատից դուրս էր։ Ֆորմատից դուրս եւ առաջի անգամ Beatles-ի կլիպը տվեցին, մենք այդպեսի մոնտաժ չէինք տեսել։ Կե պատկերացնում։ Մենք այսպես Այդ նույն հաղորդման մեջ Beatles-ից հետո տվեցին Count Basie եւ Օսկար Պիտերսոնի դուետը, միասին նվագում էին։ Ու ես առաջի անգամ ջազ լսեցի։ Երկու դաշնամուրով ու խենթացա։ Ես գիտեի, որ կրկնվելու է հաղորդումը։ Մեծ ակայի մագնիտոֆոն ունեինք, այն բոնդյուրը։ Այս մի կերպ միացրեցի տելևիզիոնին։
Դայնագրել եմ 9-ի վրա, ոչ թե 19-ի, այլ 9.5-ի, որ որ բատով սովորեմ։ Ու դնում էի կողքս, ինքը պտտվում էր ես, ու այդպես ես վերադարձա երաժշտություն։ Պիտերսոնը ձեզ վերադարձվեց։ Պիտերսոնը եւ Count Basie։ Ու այդպես ես վերադարձա նորից երաժշտություն։ Եվ դա ինձ շատ օգնեց, որովհետեւ երբ գնացի Փարիզ, ես 20 տարեկան էի։ Այս հիմա ինչ պիտի ինես, քեզ 100 անգամ ասի երաժշտություն սովորիր։ Լեզու չգիտեի, ամենտեղ գրնաց նվագել, Չինաստանը լերտած գրնաց նվագել, հիմա հայերեն թերասան, ինչ պիտի ինես Ավստրիա էինք։ Ասի լավ սկսեմ երաժշտությունով զբաղվել, ասի պապա, միտք ունեմ, սովորեմ պարտիտուրա գրել, ու մի հատ սիմֆոնիա գրեմ, ասից գրի։ Ասի բայց շատ չեմ գրի, մի 20 էջանոց սիմֆոնիա, ասի գրի։ Գրեցի։ Շատ չեք սանը։ Գրեցի, ինքը ոչ նա ասում է, մի հատ ասում է, գրի։ Գիտես, այն ժամանակ ինտերնետ չկար, մտնես իմանաս տրոմբոնի դիապազոնը ինչա, բան այդ գրքերի մեջ փնտրում էինք, կարող է նվագի, չի կարող։ Գրեցի, վերջացրեցի, մենք միասին էինք ապրում, շատ լավ հիշում եմ, սպասողական վիճակի մեջ էինք, որտեղ գիտենք, որ Ավստրիայից պիտի տեղափոխվենք Մարսել, իրան նշանակեցին Մարսելի օպերայի գլխավոր դիրիժոր, մենք պիտի գնայինք, այդպես սուրճ էր անում, ինչ էր անում, ինձ ու իր համար, չեմ հիշում, խոհանոցում էր հավենային դեպս։ Ու մի հատ աղբաման կար, մեծ խոհանոցում, մեծ աղբաման կար, բերեցի այդ սիմֆոնիան տվեցի, այսպես սեսանեց, աղբաման ու գնաց նոր ջեզվի ու կծեց։ Այսօր ես իմ երիտասարդ դերասաններին ասում եմ, այո, կպատրեմ և կնետեմ, նորից պիտի գրեք։ Մի կարճեք նրա հետևից ինչ որ արել եք։ Նորից պիտի անեք։ Բան չասեց, որ նետեց աղբա, ու ես բան չհամարձակվեցի ասեմ։ Եվ հետո երբ եկանք Մարսել, ասի ինչ պիտի անեմ։ Մեծ շատ գեղեցիկ օրիորդ, ինձ հրավիրեց ռեստորան։ Այն ժամանակ Ալֆոնսի վիճակի մեջ էինք, ոչ փողունի, գնացինք, ռեստորանը կոչվում էր Փաթեն Կուֆեն, թարգմանությունով լինում է Ֆլան Ֆստան։ Մարսելացիները շատ լենագանցիների նման են, շատ, իրանք նախ շեշտ ունեն, հիմա նայ հետաքրքիր բան ասեմ, ես Ֆրանսիայում որ խոսում եմ, ինձ ասում են Մարսելից եք, այսինքն ես սովորել եմ ֆրանսերեն Մարսելում, այդ շեշտը վերցրել եմ, ջազ կլուբ էր, գնացինք, մեկը նվագում այնտեղ, բայց մի քիչ այսպես շատ այսպես ջազ կլուբ չէր, սենց սվոյ ռուսերենով ասած ջազ կլուբ էր, ու այդ օրը դաշնականը պիտի փոխվեր, և այդ որ պիտի նվագեր, եկել էր այնտեղ, ներկայացրել են իրան տիրոջը։ Ես էլ եկել եմ հաց ուտելու։ Կերանք, ես դարդոտ, Հայաստանի կարոտով նոր եմ գնացել։ Ժողովուրդ ջան, այն ժամանակներից չէր, ես եմ ես ղրգեմ մամային ասեմ, լավ եմ ինքն էինց ես լայքի։ Մինչև զանգում էինք Երևան, պատվիրում էի, ասում էին 6 օր հետո կտանք, այս ինչ ժամին ունեք 5 րոպե։ Մի հատ էլ ասում էիր մամ շատ լավ եմ, այստեղ լավա, մեկ է մեջ էր մտնում, վերջացրեք, կարգին խոսեք, այսենց երկիր էր, չնայած ես չեմ զղջում այդ երկիրը, այդ ուրիշ խոսակցությունն է։ Խմեցի, քեֆս լավ, ասի կարող եմ մի հատ նվագեմ, պատրոն ասեց նվագեք, նստեցի դաշնամորին, մի քիչ ջազ ինչ-որ հիշում եմ նվագեցի, հետո ասի դե հերն էլ անիցեց, մի հատ բլատնո եմ երգելու, այն ժամանակ մտել էր Ադեսա, բոլոր սովետ է էտել։ Գործան, նվագեցի։ Վիլիտո կրիվ։ Նվագեցի, լսի, մեկ ևս ամբողջ բառը, սկսեց, հետս, դե ռուսական սիրում են, հետո կատյուշա, հետո չգիտեմ, այս բառը տժում է, մի խմիչք են ինձ ուղարկում, մորացել ենք, ջազ, մաս։ Պատրոնը մոտեցավ, ասեց, կաշխատես, ես էլ հարպաց, ասեց, կաշխատեմ։ Ասեց, վաղը 3-ից կսկրեց, ինձ վերցրեց։ 4 ժամ կաշխատես, 50 ֆրանկ, 10 եվրո, էդ էլ չի անում, 6.50 էր, դեմոկրատիա, ազատություն և այլն, 4 ժամ, մի հատ իրավունք ունեմ, կանգնեմ 15 րոպե, արանքում, մեկ էլ ով ինձ չկերավ, բերում են տալիս ինձ, ես եմ ուտում հետ, լավ ասեցի, 3 ինչ է, 3-ան պիտի սկսեի, ամիսոր զարդել եմ, ասում եմ, ես 4 ժամ ինչ եմ նվագելու,
Այն սիմֆոնիան, որ papan չճղեր։ Թուղթը մատիտը վերցրել եմ։ Ասում եմ այ Չիպոլինոն, պարամ պապ, կարելի է Դիքսիլենդին, պատիրամ, ով գալի հարցում էր, ինչ ասում են, լավ ջազմենա, Սիբիրում նստածա։ Անցնում էր, հասկանում ես, դեպի ինչ-որ մի բանով ծախվեմ, թե չէ։ Շատ լավ հիշում եմ, շաբաթվա միջի օր էր, երեքշաբթի կամ չորեքշաբթի, որ գնում էի աշխատանքի, այդ օրը ասացի լավ, այսօր շատ մարդ չի լինի երևի, շաբաթվա օրը բան։ Եկա, տեսնեմ բոլոր աթոռ սեղանները կպցրած է իրար։ Սա շատ հետաքրքիր պատմություն է։ Բոլոր, ինչքան աթոռ սեղան կա, կպցրած, այսինքն մի հատ խումբ է գալիս, մի 40 օկեանոց։ Հիմա չընկնես։ Ջորջ Բենսոնը համեր գտավ է Մարսելում, ինքը գնացել է, բայց իր ամբողջ սաստավը մի օր ուզեցել է մնա Մարսել, տժա գա ջազմեն լսի ֆրանսական, այդ ես եմ։ Բենսոնի խումբը։ Ամբողջ։ Տեխնիսիեններով, երաժիշտներով, ամեն ինչով։ Գոր երևակայում ես իմ վիճակը, այս չեմ կարող նկարագրել, ասում ինչ եմ նվագելու այս Բենսոն։ Եկան նստեցին, մեր երկու հատ բան ինչ-որ ջազի մոտա ծախեցի, հետո մեր երկու հատ էլ ծախել, բայց զգում եմ արդեն ընդեղից հայացքներ այսպես ամպրոպոտ են արդեն գալիս տևից, աջուրը վրայից ես կաթում այս բայց հրաշալի մարդիկ էին, ես երբեք այդ մարդկանց չեմ մոռանա, երբեք, երևի շատ մեծ դեր խաղացին իմ կյանքում, վստահ եմ, գիտարիստը երևի երկրորդ, երրորդ, չգիտեմ։ Մոտեցավ ասեց, դու պրոֆեսիոնալ ես, it's անգլերենով։ Ես էլ իմ անգլերենով, ստիլը you speak English, yes I am a table, այդպես մոտավորապես, ասի չխափեմ, ասի չէ։ Ու մի հատ լավ լացեցի սովետից եմ, ես եմ է, բան։ Ասեց գնաց, դուրից եկավ, ասեց նայ, այնտեղ մի հատ տարիքով մարդ է նստած, մի տարիքով մարդ։ Ասեց Նյու Օրլեանի ջազի կոնսերվատորիայի ռեկտորն է պրոֆեսոր։ Հիմա կգնաս իր մոտ, ինքը քեզ ցուցակ կտա, որտեվ պոզիցիադ բանը լավն է։ Ինչ գրքերով սովորես, որ մի քանի ամսից ամրանաս։ Իսկ մենք պատրոնին կասենք, որ դու հոյակապ ես նվագում, բայց մենք ենք ուզում նվագել։ Ինձ տեղից գրգեցին, ամբողջ երեկո իրանք նվագեցին, բայց անընդհատ ինձ սենց էր արում, իբրև լավ ենք չէ նվագում, ես ասում եմ հա։ Ու այդ մարդը ինձ մի մեծ ցուցակ տվեց, նախ իմ տեղը շատ ամրացավ, որտեղ իրանք հավատացրեցին, դե պատրոնը ինչ հասկանում է։ Ու ես մի սորվանից, որ ջան, առավոտ զարթնում էի, չնայած ուշ գալիս էի տուն, 4-ին 5-ին էի գալիս տուն։ Վազում էի խանութ, նոտաները առնում, պարապում էի։ Մինչև մի քանի ամսից ինձ ասում էին պիանիստ ռուս պիանիստ, դե իրաց համար մեկ է, սովետից էիր, այդ սրճարանը հին նավահանգստի վյոպող թաղամասում էր, որտեղ ամեն ինչ կար, մաֆիոզիներ, մանավաճառներ, չգիտեմ ինչեր, բաման, համել այդ արվեստի տեղերն էին երաժշտական, այդտեղ արդեն ես 2 ժամ նվագելու համար 250 ֆրանկ էի վերցնում, ոչ թե 4 ժամ 50 ֆրանկ։ Արդեն բանս բավականին բարձրացավ, հա։ Այսինքն ես այդ մարդկանց իսկապես ինձ թվում է որ ես նկարիչն էի թուղթումատի տակ, ես այդ գիտարիստին այսպես կնկարեի, ես ամբողջ կյանքս իրան չեմ մոռանա։ Երբեք չեք հանդիպել։ Չէ։ Բայց որովհետև կարող էին էլի այսպես ուրիշ ձև մոտենալ հարցին։ Բայց ինձ իրանք պարզապես ես այդ գործով 2-3 տարի ապրեցի, հենց այդ եւ դա ինքը պրեստիժ տեղ էր համարվում։ 2-3 տարի ապրեցի, բայց ինչ ճիշտ է, պիտի ասեմ այդ խոսքը էշի նման աշխատում էի, որ ինձ գցեի տեղը։ Երաժշտությունը ինձ փրկեց Ֆրանսիայում, մինչև որ ընկա հետո լեզուն սովորեցի, թատրոն եւ այլն, մի հատ էլ շատ հետաքրքիր պատմություն կա, որ տղերքը շատ լավ կհասկանան ինչ եմ ասում, դե ես արանժիրովշիկ չեմ, հիմա գիտեմ, բայց այն ժամանակ Լիս Սարյան երկչույի կա, Ռոզի Արմեն եւ այլն։ Ես արդեն սենց ինձ դիմում էին, որ արանժիրովկաներ, բաներ, բայց փոքրիկ։ Լիզը շատ մեծ համերգ ուներ, պավիոն Բալտախ։
դա շատ մեծ, շատ լավ տեղ է, 1000 քանի տեղանոց, ու մեծ օրկեստր էր, եւ վերցրել էր Ժիլբեր Բեկոյի, Շարլ Ազնավուրի, ասես գիտարիստին, ֆլեյտիստին, բանից ժողովուրդը հայտնի երաժիշտներին։ Ես պիտի արանժիրովկա գրեի, դե նստեցի, գրեցի, էլի գրքերով, մրգերով, բաներով, եկանք փորձի, դե գիտես ինչ երաժիշտներն են, որ սենց նոտան նայում են, ֆրանսիացին ասում է, եթե նոտայի վրա ճանճ լինի նստած, իրան էլ են նվագում, այդ ճանճին էլ են նվագում, հա։ Սենց վերցրեցի նայում են, բան են ան, նայեցին դրեցին մի կողմ, մեկը տեսնեմ ֆլեյտիստը, ֆլեյտա նվագողը, ինչ-որ Ժիլբեր Բեկոյի ֆլեյտա նվագողներ, ինչ-որ շատ երկար ասեց, ասի ինչ եմ սխում, մոտենամ հարցնեմ, էլի, մոտեցա ասի, լավա, ասեց շատ, մենակ ասեց երիտասարդ, գիտես ինչ եմ մտածում, ասի ինչ, ասեց էստեղ ես որտեղ եմ շնչում, պիանիստ եմ, չէ, գրել եմ, այդ մարդը նվագելուց անի, որ ասեց, ես տեղ որտեղ եմ շնչում։ Իսկ Ֆրանսիայում, երբ որ բան չունեիք, գործ չունեիք, միայն երաժշտություն ունեիք, կամ միջև այդ, կամ դրա կաստինգների մասնակցել։ Եղել է, հա, մի անգամ, այդ հիշեցի, շատ լավ դեր։ Երևի ես եմ կյանքում մի անգամ ոչ պրոֆեսիոնալ բան արել, ու լավ պատժվել, լավ։ Նույնիսկ հնարավոր որ ճակատագրական պատիժ ա եղել։ Ուրեմն կաստինգ էր մի հատ կինոյի, լավ կինոյի, ու լավ դեր, շատ լավ դեր։ Գնացի ներկայացա, վերցրեցին ինձ։ Ու հիմա Երևակայի մի 3 օրից առաջի նկարահանումն է, իսկ մյուս օրը ես 7 օր ազատ եմ, թե 10 օր մենք թռնում ենք Ամերիկա, ներկայացում պիտի խաղանք Մորակույրը Փարիզից։ Հետո պիտի գամ նորից շարունակեմ։ Ու քանի որ ես մի քիչ ինտիմ բան եմ ասում, որ սափրվում եմ իմ երեսը լավը չի, ասեցի այսօրվանից սկսեմ սափրվել մինչև Ամերիկա, դե Մորակույրը Փարիզից Միրուքով չեմ կարող խաղալ։ Ասեցի սափրվեմ, Միրուքս հանեցի։ Իսկ ես կաստինգի ներկայացրել եմ Միրուքով։ Միրուքով եք այդ ռեժիսորը տեսել է այդ մարդ, իսկ այնտեղ չկա կպցնել, մպցնել, բան է դարը անցել է, միրուք կպցնել, չգիտեմ, ունքը դու ջղային ես, սենց դարձնել բան է։ Սափրվեցի։ Ամիսուրը գնացել եմ, ուզում եմ մտնեմ, ներս չեն թողնում, որ պիտի նկարվեմ։ Այս մարդ ինչ է դրանում, որ կանգնած է այդ շկաֆը, ասում է չես կարող մտնել։ Security։ Ապրես, ասում այլ նկարվելու եմ, ասում Վեճը ռեժիսորն եկավ նայում ինձ, ասի սափրվել եմ, ասի ով ամիսյո, ստեսում։ Օրևուաղ, վերջ։ Նոր մարդ կտեք, հենց հիմա խարնեք իրար կտեք։ Եկատուն, ասի, իրավունք ունի, տեղնա կեզ։ Բայց անկեղծ մտքովս չա, բայց սխալ է էլի պիտի անցներ մտքովս։ Մարդը ինձ այդպես ա տեսել վերցնում, ես մաքուր սենց վարունգի նման սիրում սարը գնացի ու այդ դերը ձերքիցս թռավ։ Միգուցե լավը դա։ Գուցե։ Պարոն Դուրյան, ինչպիսին է հանդիսատեսը ձեզ համար։ Ասում են, որ Հայաստանում հանդիսատեսը բավականին ծանր է։ Չէ։ Նայ, մի բանում է ծանր։ Օրինակ Ֆրանսիայի հանդիսատեսը որ գալիս է, ինքը արդեն լավ է տրամադրված։ Արդեն շփտում է։ Հա, արդեն ռուսներն է տենց։ Իրաք է։ Մենակ տեսնում, մենք հենց մտնում ենք ինչի սոնում։ Բայց որ տարար, վերջ ինքը կոյտևից գնում է։ Բայց հանդիսատեսի մեջ մեր հանդիսատեսը շատ լավն է։ Ես շատ եմ սիրում։ Մենակ իմ չէ, ընդհանրապես ես գնում եմ, նայում եմ, տեսնում եմ ամենտեղ։ Բայց շատ տարօրինակ բաներ կան, էլի մեջները շատ հանդիսատեսի ունեք հանդիսատեսի էնցիկլոպեդիա, որ գրված է։ Իհարկե, ես հիմա մի հատ շարան եմ հավաքում, որ հենց իրաց, բայց առանց չարության, որտեղ մեկ այնպեսի օրինակ եկան Տոմսերը ցույց տվեցին, մեր աղջիկները ասեցին, դուք ամֆիթատրոն եք։ Ասեց, վայ, բա մենք եկել ենք Բոհեմ թատրոն։ Հասկանում ես։ Մեկ այնպիսի բաներ եմ, դա ես միշտ ասում եմ, հանդիսատես կա, որ ամեն ինչ հասկանում է, հանդիսատես կա, որ ոչինչ չի հասկանում,
Հանդիսատես կա, որ ոչինչ չի հասկանում, բայց ձևացնում է, թե ամեն ինչ հասկանում է։ Հանդիսատես կա, որ ոչինչ չի հասկանում, તો ոչ էլ ձևացնում է, որ ամեն ինչ հասկանում է։ Հանդիսատես կա, այսինքն շատ եմ սիրում, որ անպայման ներկայացումից հետո գալիս են ինձ մոտ, որ ինձ բացատրեն, թե ես ինձ նոր ինչ խաղացի։ Եթե չեմ հասկացել, էլի, ինչ եմ խաղացել։ Տարբեր են լինում։ Անցել անգամ, ախր չեմ ուզում չար ձևով խոսամ, բայց մի հատ մարդ էր նստած առաջի շարքում, երևի մոտ 90, աստված երկար կյանք տա 90 տարեկան մարդ եկել է թատրոն եւ այլն։ Բայց պատկերացնում ես, չի առաջի շարքում 90 տարեկան մարդ նստած, այնսենց, բայց ամենահետաքրքիրը ինչ ամբողջ ներկայացումը քնել է, բայց ժպիտով էր քնած, այսինքն ժպիտով, որ բոլորը շատ են ծիծաղում, մի աչքը բացում էր, ասենց, ախր դու տեսնում ես, այդ ամեն ինչը դու ուղիղ աչքի դիմաց, չգիտես քեզ ոնց պահես։ Դուք եք թատրոն եկել։ Հա, այնպես մի հատ կին ուրեմն նստած ասեց, հեռախոսը տարիքով կիներ, զնք, առաջ շարքում, զնք, այդ չդիմացա, ներկայացումը կանգնացրեցի, ասի լավ էլի մայրիկ ջան, այդ հեռախոսը անջատ եկել է, ասենք է դուրան ուզում եմ, չգիտեմ ես անտերը ոնց է անջատվում, շատ հետաքրքիր, այնպեսի բաներ է լինում հանդիսատեսի հետ, որ իսկապես շատ զարմանալի է, բայց ես շատ եմ սիրում մեր հանդիսատեսը, իրանց շատ մեծ բար, գիտես ինչ, եթե քեզ սիրեցին վերջ հետևում են, ու ես դողում եմ իմ հանդիսատեսի վրա, ու ես կարող եմ թող համարվի մեծամտություն, թող համարվի, ես չեմ վախենում, ես կարող եմ ասեմ, որ ես կարողացա, ոնց է խանութը մի քիչ կոպիտ համեմատություն եմ արում, իր կլիենտուրան այո, հավաքում է, չէ՞։ Ինչի է այս խանութը, որ ծախում են, թանկ են ծախում, ինչի, որովհետև ինքը իր կլիենտուրանն է, ոչ թե միայն տեղն է կարևոր, կարևորը իր կլիենտուրային էլ է ծախում, չէ՞, պաստորին, ու կոպիտ եմ ասում շատ։ Ես կարողացա իմ հանդիսատեսին հավաքեմ։ Իսկ դա շատ, եւ որի վրա ես դողում եմ եւ շատ եմ սիրում եւ հարգում, եւ ես գիտեմ իրանք իրանցից ինչ են պահանջում։ Եվ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի իրանց պահանջներին համապատասխանեմ, որովհետև դա իմ պահանջներն էլ է։ Ես եւս մեկ շատ կարևոր բանի մասին եմ ուզում ձեր հետ խոսել, հարցը ինձ միշտ հետաքրքրել է։ Մայստրոն ծնվել է Երուսաղեմում։ Այո։ Երկար տարիներ ապրել է ոչ Հայաստանում, սովետական Հայաստանում, 57 թվականին առաջին անգամ եկել է, որտեղ նրան Մոսկվա հրավիրեցին, իր մեծ երազանքներից մեկն էր որ գա Հայաստան, եւ այդ մարդը երկար տարիներով ապրելով Հայաստանում ռուսերեն խոսել չսովորեց, չէ՞։ Բայց չէ, սովորեց։ Չէ, այդքան այդպես չեմ կարող ասել, որ ռուսերեն չսովորեց, բայց իր ինքը շատ լեզուներ էր խոսում, լեզուն, մոտ 10 լեզու խոսում էր ինքը, բայց սովորեց, բայց մի տեսակ չէր նստում, ինքը համ սիրում էր, համ չէր սիրում, համ ընդունում էր, համ չէր ընդունում։ Այսինքն գիտեր լեզուն։ Հա, գիտեր, լեզուն գիտեր, բայց այդպես լավ չգիտեր։ Օրինակ ինքը շատ ծանր տարավ, որ ես ռուսական դպրոց եմ գնում։ Շատ։ Իսկ դա ում ընտրությունն է։ Դա ուրեմն այսպես եղավ։ Դուք Չեխովի անվան դպրոցը ավարտել։ Այո, եւ չեմ զղջում։ Ուրեմն մեր տանը միշտ այդ արևմտա եւ արևելահայ կռիվը եղել է։ Դրա համար իրանք բաժանվեցին, իրանք իրար հետ լավ չէին, մամաս եւ շատ տարբեր էին, շատ տարբեր։ Եվ ուրեմն հայրս ինձ տվեց հայկական դպրոց Շահումյանի անվան։ Այն ժամանակ ամենավատ ու խուժան դպրոցն էր, եթե հիշում եք։ Համար 1 դպրոց։ Ապրես, հա, տվեց Շահումյանի անվան, ինչս էլ է երեխան Հայաստան պետք է ռուսական դպրոց էր, թա, տվեց հայկական դպրոց ու գնաց Գևանդ Հաուս օրկեստրի 2 տարվա կոնտրակտ ուներ, գնաց։ Հենց գնաց, մաման հանեց, տվեց Չեխով։ Ու Խեղճայրս այդպես էլ չեր իմանա, որ ես ռուսական դպրոց եմ սովորում, որովհետև երբեք չեր հետաքրքրվում ոնց է, շատ բաներ այդ կողմից, ինչպես է դա դպրոցը ինչպես է, ասում են լավ է, պապա, ասում են լավ ու գնում էր, երբեք ոչ օրագիրը սա տեսե, ոչ մի բան։ Չեր իմանա, որ ես ռուսական դպրոց եմ, եթե մի օր գիշերը ժամը 12-ին, ես ներկայացնում եմ, պատմում, գիշերը ժամը 12-ին զանգ։ Հայաստան հայաստանցիները պիտի խնդրամ գիշեր 12-ին, արա դե հիշում ես, այն ժամանակ առանց իրար ասելու գիշեր 12-ին հյուր էին գնում, սեղանի, սեղանհանի եւ այլն։ Դուր բացում ենք Պարուր Սևակ ու Սիլվա Կապուտիկյան։ Եկել են ձեր։ Եկել եմ մեր տուն, հա։ Պարուրս արդեն լավ, ես հիշում եմ, ես ամեն ինչ որ պատմում, ես ներկա եմ եղել։ Ու մտերիմ էին պապայի հետ, ինչու որտեվ Պարուր
Սևակ Օհանդուրյան եւ Էդգար Հովանիսյան կոմպոզիտոր 3 հատ ինչպես այս ժամը հիմա ասում են խիտ տվեցին Հայաստանին 3 երգ Արփասևան տա-տա-ռա Սարդարապատ եւ Երևան դարձած իմ Երևանի խոսք Պարույր Սևան Սևակ երաժշտություն Էդգար Հովանիսյան առաջին կատարում օրկեստրացիա Օհանդուրյան այնպես մտերիմ էին եկան խմեց Պարույրը խմեց վերջում ասեց Օհան ջան Նայսո ջան վերջի կերածն եմ խմում բայց մի բան ասեմ չպիտի նեղանաս Օհան քո կենացը խմում բայց այն քնարիկի կենացը մամայիս մասին չեմ խմել Սիլվան Բաթիփովից թե պարու չէ չեմ խմած թե Օհանի տղեն ռուսական դպրոց Այսինքն որ դու գնացել եք ռուսական դպրոց Պապան դեռ չգիտի առաջին Պարույր Սևակից առաջին անգամ ալեսում Պապան շուրեկավ ասեց Պարույր ինչ Սիլվան նորեն քինով ցած է չեմ սիրել եւ ասան կքիր Պարույր ինչ ես ինքս իմ ցերկով դարա քնարիկ ինչ ռուսական դպրոց բան Պապաս Ընդեղից մաս Պարույրին ինչ անենք Պարույր դու վրացու հետ ես ամուսնացած ասեց ես վրացու հետ եմ ամուսնացած բայց ես վրացուն դարձեցի հայ դու հային դարձում ես ռուս մի խոսքով սկանդալ մանդալ եւ այլն այդ օրվանից ես Պարույրից սարսափում էի դեքսեր արդեն մի գեղեցիկ տղամարդ չէր որ տեսնում էի փախնում էի չնայած հետո երբ մեծացա մի 10 արդեն քանի տարեկան դարձա շատ է իրան շատ ես էլ կապվեցի շատ բարի էր իմ հանդեպ միշտ գնում է իր մոտ ու իմ առաջին սիրո բանաստեղծությունները կարդում իրան իսկ ինքը խեղճը համբերատար լսում էր ծխում էր ու արդեն շատ էր ծխում իմ բանաստեղծությունը ժամանակ 2 անգամ ավել էր ծխում որ վերջացնում էի ասում էր վերջացրեցին ասում էի այո ասում էր լավ բայց աշխատի գնա պապային կբարև մորդ է կբարևես ինքը Պարույրից իմացավ որ ես ռուսական դպրոց եմ գնում այսպես է պետք ապրել որ ձեր դպրոցի մասին ձեր հայրը իմանա Պարույր Սևակի շուրթերից Փողոցյան վերջաղմուկին խառնելով սուլոցը սամբոտ աննպատակ անշտապ խելում եմ Ես սիրում եմ քաղաքին ես սիրում եմ քաղաքին շոր երբ աստղերն առաջին փայլում են Այգիները հագեն են կանաչ մոռացել են հոգոց ու հարաճ երեկոն այնքան խաղաղ լուսավոր է Նայում եմ նրանց ու մտածում որ Երևանն որ Երևանն իրոք արտասովոր է Վշտի գուրմունքն անուշ դարացվել է ծանոթ բակում Ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ Արթնացնում է հազար ու մի հուշ նստարանը ծառի շվակում Ուր սիրելու անհուս արբել է Ընկերներ հեռու մոտիկ պարզապես անցնող մարդիկ Դուք ինձ համար հարասան ու թանկ է Սայլակում վանքիկ լացող, զբոսաշրջիկ զարմացող Ախ ինչպես պատմեն ձեզ իմ վերկրանքը Օրը դառնում է գիշեր, գունավոր լույսեր վառված Սրճարանն է կանչում իր գիրկը Կնստեմ ու կհիշեմ, սուրճս կմնա պաղած Մանկության պայծառ օրերը ինքը Մանկության պայծառ օրեր Ես գիտեմ դուք չեք կորել Այսօր մեն կողքին կա երեկվանը Այս քաղաքը տունն է իմ Որքան էլ նոր այնքան էլ հին Ուշերի քաղաք է Երևանը Թող որ իմ դժվար ճամփին Պատահեց և դառնություն Ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ Ունեցա և հաղթանակ, ունեցա և պարտություն, բայց քաղաքը ինձ չմոռացավ ինձ Տարապած ու անվեհեր, իմաստուն ու անհեր, դու ես որ բուժելիս իմ վերքերը Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան, քո մասին են իմ բոլոր երգերը Հարազատ ու աննման
Կանցա երեխի կողմը վագուվել։ Կարող միանալ։ Չէ։ Ջեր բանեմներ մեսի էլի ֆորշին, բարի երեկո։ Բարի երեկո։ Կարեն Քոչարյանն է մեզ միացել եւ ինչ է միավորում, բացահայտենք այդ գաղտնիքը, ինչ է միավորում Կարեն Քոչարյան եւ Նարեկ Դուրյան։ Ուրախ եմ քեզ տեսնեմ, Կարեն։ Ես էլ Նարեկ ջան։ Դե պատմեք, որտեղից եք իրար ճանաչում։ 50 տարի ուղիղ։ 50 տարի։ 1976 թվականին Երևանի գեղարվեստական Դու 50 տարի մի ասա, դու 70 թող իրանք հաշվեն։ Հանդիպեցին գեղարվեստական ինստիտուտի մոտ եւ միասին սկսեցինք հանձնել քննությունները, բոլորը կողքից նայում են մեր վրա, Օհանդուրյանի տղանա, ինձ էլ նայում են Ալեքսանդր Քոչարյանի հորեղբանն է, եղբոր տղանը, հաստատ ընդունված են, Զալատայե մալաջոշ։ Զալատայե մալաջոշ։ Բայց ամեն դեպքում ուսման տարիների ընթացքում մենք ապացուցեցինք, որ մենք ենք ամեն դեպքում։ Իսկ այն միշտ հետաքրքրել է դա այն ժառանգությունը, որ կա ձեր ուսերին, հորեղբայր, հայր, ծանր է այդ բեռը, օգնել է ավելի շատ, թե խանգարել է։ Ինձ խանգարել է, չգիտեմ, քեզ խանգարել է։ Դժվար է։ Ես նույնիսկ հորեղբորս շատ հաճախ ասում էի քննությունների ժամանակ հանգարց ես քեզ չտեսնեմ ինստիտուտում, ինստիտուտի դեկանն էր։ Ես իրեն արգելում էի, որ ինստիտուտում երևա այդ օրերին։ Դժվար է։ Գիտես, ես միշտ պատմում եմ, բայց մի հատ է պատմեմ, ոչ շատ։ Մի անգամ տղայիս անունը Օհանա։ Կինս նախքին կինս, այդպես ասենք, եկավ ասեց, ես դպրոց չեմ գնա, նորից Օհանի համար դպրոցը Ֆրանսիայում։ Շատ լավ դպրոցում էին սովորում։ Դե ես դպրոց չեմ գնա, այս անգամ դու գնա, իսկ ես պապայի նման չէ զբաղվում երեխեք ընդհանրապես, հա։ Ես չեմ գնա, դու գնա, կանչել։ Երեխաները մեծանա։ Այո, պապս։ Որ զբաղվեն մեզնով, որ քաշուտ եկա լավ։ Ես դպրոց չեմ գնա, նորից Օհանի համար դպրոց են կանչել, բան հիմա այդ հարցին պատասխանած, լավ, սի կգնամ, այս անգամ ես կգնամ։ Գնացի, Օհանը արդեն 10-րդ դասարան էր, էլի, մեր սովետական ձևով եմ ասում, մտա, այդ մեծ այսպես պարտեզ կար մուտքից առաջ դպրոց, իրանցներ էլի։ Մտա այնտեղ ջայր աղջիկ էին կանգնած 9-րդ դասարանցիներ, դե ոնց ասած, մեկին ասեց, ականջին ասեց, նայ ասեց, Օհանդուրյանի պապան։ Մտքում ասի լավ է էլի, ամբողջ կյանքս Օհանդուրյանի տղեն է, հիմա դառա Օհանդուրյանի պապան, ես մնացի մեջտեղից, անհասկանալի ինչ-որ մի բան։ Հիմա էտա, մոտավորապես։ Բայց սա էլ է շատ կարևոր բան, այո, իսկապես գալիս են մի ժամանակ, երբ որ մեզ ճանաչում են մեր երեխաները։ Բա, Ինչպիսին եք դուք երիտասարդ ժամանակ, ինչով եք ապրում, ինչ եք անում, ուր եք գնում, ինչ եք ուտում, ինչ եք խմում, ինչ եք նայում, ինչ եք լսում։ Ուրեմն ես ասել, որ մենք Նարեկի հետ ունեինք մի հատ հակամարտություն, եթե հիշում ես, ու մի անգամ նույնիսկ Կազիրյոկում նստած, մենք մի ժամվա վեճի ընթացքում ծխել ենք յուրաքանչյուրս մի տուփ սիգարետ։ Մի ժամվա Դա եղել է պատմություն, որ Նարեկի դե մայրիկը Տորնան Սունդուկյան թատրոնի ստուդիայի տնօրենն էր, ես էլ առաջին կուրսից արդեն աշխատում էի Ստանիսլավսկու թատրոնում եւ այդ պայքարը Սունդուկյանի թատրոնն է լավը, թե ռուսական թատրոնն է լավը, այդ պայքարը միշտ մեր մեջ եղել է, պայքարել ենք երկուսս էլ, բայց երկուսս էլ շատ սիրել ենք երկու թատրոններն էլ, ինչքան գիտեմ ամեն դեպքում։ Ինչ գժություններ եք արել, լավ։ Գժություններ։ Դասից փախնել։ շատ։ Դասից փախնել եղել է, հիշում ես, որ գնացինք Թիվլիս։ Ոչ չեմ հիշում այդ տղա։ Գնացինք Թիվլիս, գնացեք այո, 79 թվականին Տագանկայի թատրոնը ուրեմն Թբիլիսի էր եկել։ Դու տես ինչի համար եք հյուրախաղերի, հա։ Մենք կուրսով մի խումբ կուրսեցիներ որոշեցինք գնալ նայել ներկայացում եւ մասնավորապես հանդիպել Վլադիմիր Վիսոցկուն։ Համլետն էին բերել։ Այո, ամբողջ իրանց ռեպերտուարով եկել էին, հա։ Մենք եկանք հասանք վերջին օրը հյուրախաղերից, ցավոք սրտի գնացքով գնացինք, իդեպ ասեմ մենք գնում էինք սովորական վագոնով, Նարեկը գնում էր SV-ով։ Որպես այն ժամանակ ասում ենք բուրժուին։ Նարեկը եւ իր հնարավորությունները։ Տես ինչի ամ, մի անգամ էլ հիշում ենք գնացինք Կավկասկի Միլավոյի կրուկ նայելու, նորից դասից փախանք, գիշերը նստեցինք ու հասկանում ես մեր ժամանակ կար մի առաջի կուրս, մի երկրորդ կուրս, դերասանական, մի երրորդ, մի չորրորդ։ Մեր կուրսը ամենամեծ կուրսն էր, 13-14 հոգի։ Հա, 14 հոգի ինչքան։ Մնացածը դու տես քանի, այսինքն դերասաններս եղանք վերիվարո 40 հոգի։ Հիշում ես Կարապետյան, մի դասախոս։ Դասասեմ, փիլիսոփայության դասախոս։ Սարսափ։ Առաջ որ եկավ դասի ասեց, ես դες պիտի դասավանդեմ փիլիսոփ, մի հատ գեղամ ունեին 40-ից ձվածեղեր ուտում։ Պասկեզը 40-ից գդալով ձվածեղեր ուտում, գեղամ ասեց, տղա ջան,
Կիրովաբացի էր, որտեղից ասեց քո ազգանունի չէ, փիլիսոփայություն դասավանդելու, ասեց Մելիքսեթյան, ասեց նու ոտ Մելիքսեթյան, քո երես չի համապատասխանում իմ առարկային։ Դեմքի արտահայտություն չի համապատասխանում իմ առարկային։ Ինչպես ասում է հունական ասացվածք, մի փնտրի դժբախտություն նա ինքը քեզ կգտնի։ Ու կտրեց։ Ուրիշ էին մարդիկ, նայ ես Ֆրանսիայից գալիս էի գնում էի ինստիտուտ, դասախոսները ասում են մի հատ պատմեք էլի ինչեր էի կանում։ Մեր գլխին։ Մեր տեսնում ցից ուրիշ էին արա։ Ռուբեն Զարյանն է մեզ դասավանդել։ Մեծանուն Ռուբեն Զարյանը, դա հպարտություն է մեզ համար։ Գիտես Մեզ ընդունել է իմիջայլոց ասեմ Վարդան Աճեմյանը, Տաթևիկ Սազանդարյանն էր նստած հանձնաժողովում։ Այո։ Գիտես ինչա բանը, նայ ես նորից եմ ասում, ես չեմ ասում այսօր ամեն ինչ վարդա, նո, ալտերնատիվան չկա։ Մեր ժամանակ էլ ամեն ինչ կար, ցավտա, մեր ժամանակ էլ ամեն ինչ էլ արել ենք, դա տկրվել ենք ամեն ինչ, հիմա չասեմ խոսքերով ամեն ինչ էլ արել ենք, ցավտա, բայց ալտերնատիվա է եղել։ Այսօր ալտերնատիվան չկա, էսա խնդիրը։ Հասկանում ես, այս կշերքի վրա այս կոմ ամեն ինչ դրված է։ Այս կոմը բան դրված չի, որ մի քիչ էս բալանսը պայ, սրա մասին է խոսքը, ոչ թե Դրա համար է իջնում է ներքև ու վեր։ Էտա խնդիրը։ Լավ, քանի որ օրիներից խոսեցիք, մի բան հիշեցի, ուրեմն հիշում ես, ես Տատիկ Հիլիկոն ու Իլարյոնը ներկայացումը, որտեղ Նարեկը Զուրիկո էր խաղում, գլխավոր դերներ, Հենրիկ Եծեղպեյան, երկու կազմով էին խաղում, կար մի տեսարան, կոչվում էր վագոնի տեսարան, որտեղ որ Զուրիկոն գնում է Թբիլիսի։ Այդտեղ էլ ես խաղում էի կլաուզնիկ ինտելիգենտ թիվիզեցուս բեխիկներով, մակինտոշով, շլյապայով կերպար էր, բան նստած ու խմում են բոլորը նստած, մեր կուրսի մնացականը, որ հոկտեմբերյանցի էր, որոշել էր շշերի մեջ լցնել թթի արաղիսկականի։ Ու ներկայացումը գնում է, լցնում են բան, ես էլ ըստ Բիզանցցենի պետք է ասես հոտ եմ քաշում, ասում չեմ ուզում խմեմ բան, հոտ եմ քաշում, զգում եմ հողը հոտ է գալիս, ասես մտել եմ կերպարի մեջ, որ ջրից հողը հոտ եմ առնում, հետո մի երկու անգամ զգացի, որ հողի է, խմեցի, այնպես բան չեղավ ինձ հետ էլի, այս քեշ տղեն բանից բեղաբար, բռնեց ու ասես քաշեց ու աչքերը, Տես ասմա ներկայացում էինք խաղում գոր։ Թատերական ինստիտուտում մեր ժամանակ բացվեց ուսանողական թատրոն, մենք երեկոյան ներկայացում էինք խաղում։ Հանդիսը 10 կոպեկ էր տոմսը։ 10 կոպեկ էր տոմսը, կարևոր չի։ Նույնիսկ այնքան լավն էր այս ներկայացումը, որ Հրաչյա Ղապլանյանի Հոբելյանի ժամանակ Թատերական ինստիտուտի կողմից այդ հենց վագոնի հատվածը բեմադրվեց այնտեղ դրամատիկական թատրոն եւ դրանով Թատերականը շնորհավորեց Ղապլանյանին։ Հանդիսատեսը գիտեր, որ ուսանողները ամեն երեկո խաղում են, տոմս էր առնում 10 կոպեկով։ 10 կոպեկ ինչ էր, ոչ մի սիմվոլիկա էր, բայց ուսանողի համար գիտես դա ինչ էր, արդեն հանդիսատեսի դեպ։ Ճիշտ է, լցնում էինք դալիճ ընկերներով, որտեղ չէր լցվում դալիճը, պարզ է, բայց ուսանողի համար դա շատ մեծ բան էր խաղալ այդպես։ Շատ մեծ բաներ կար, որ պետք է այսօր վերականգնել անպայման։ Գիտես աֆրիկացի մի հատ ընկեր ունեմ։ Աֆրիկացի։ Հա։ Մի հատ շատ մի հատ խենթանալիք բան ասեց գոր։ Ասма մեր մոտ գիտես ամբողջ Աֆրիկայում ընդ որում շատ հետաքրքիր է այդ ամբողջ Աֆրիկայում այդ խոսքը կա ասма մշակույթը ոնց որ զեբրայի վրայի գծերը լինի հիմա ասում եմ պաչկերդ փագի երկրի համար զեբրայի գծը այդ զեբրայից այդ գծերը հանի մի հատ ուշադիր նայի զեբրան ինչ կենթանի է նմանվում ավանակի բայց ճիշտ է Այդ գծերը զեբրայից, այսինքն երկրի համար մշակույթ է զեբրայից գծը։ Այդ գծերը մեծ հանի։ Հիմա նայ զեբրային։ Օրինակ։ Այդ գծերը խենթանալի խոսք է, շատ ճիշտ խոսք է։ Լուրջ զեբրայից այդ գծերը մեծ հանեք։ Չես նայ վրան։ Իսկապես, որ ռուսներն ասում են, եթե սկյուրիկից պոչը հանենք, այո, կդառնա առնետ, չէ՞։ Դե չծայ դա։ Երեկոն շանթում հերոստաշոուի հովանավորն է L-Drive Holding-ը։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ փնտրում եք վստահելի սերվիս, օրիգինալ պահեստամասեր, L-Drive Holding-ը առաջարկում է ամբողջական եւ համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն, նորագույն տեխնոլոգիաներ։ L-Drive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ եւ ժամանակակից։ Այս ընթացքում մեզ միացավ Թամարա Պետրոսյանը։ Թամարա Պետրոսյանը, նույն ինքը մեր սիրելի Տոման, մարդ, որը որ իր քայլերը սկսել է նաև երգից, չէ՞։
Արցախի ձայներ։ Այո։ Այսինքն երգը միավորում է մարդկությանը, իսկապես, երգը եւ երաժշտությունը։ Այո։ Բարի գալուս Տոմա։ Շնորհակալ։ Ուրախ եմ քեզ տեսնեմ, Տոմա։ Ես էլ Նարեկ Օհանիչ, մանավանդ որ վերջերս շատ քիչ եմ ձեզ տեսնում։ Նարեկ Օհանիչ եւ Տոմա, ինչ կապ ունեք իրար հետ, որտեղից եք իրար ճանաչում եւ քանի տարի։ Երևի այ որ ասեցիր սկզբից երգում է, հենց երգով ծանոթացանք, որովհետև Նարեկ Օհանիչը որոշել էր Արցախի թատրոնում ներկայացում բեմադրել եւ մորաքույրը Փարիզից եւ նրան պետք էին երգող արտիստներ, այդպես եկավ Արցախի ձայն կաստինգին, ես անցա կաստինգը Ժողովուրդ ջան, հայ տենց։ Շատ հետաքրքիր պատմություն է, գիտես, ես մի քիչ փակագիծը բացեմ, ուրեմն ես Արցախում չի եղել երբեք։ Եվ այդ տարի երեխաների հետ Երևանում ենք, ասի երեխեք գնանք Արցախ, ասեցինք գնացինք Նաիրի հյուրանոց կար այնտեղ, այդ հյուրանոցում նստած ենք, մեկ էլ տեսնեմ իմ 1000 տարվա ընկերը, որ 1000 տարի չեմ տեսի Գրիգը, Արտուր Գրիգորիչ։ Արտուր, վաղու Դիլիջանի կոմպոզիտորների միությունից իրար չենք տեսել, չէ, մի անգամ Փարիզում էինք հանդիպել։ Գրգեցիկ, ման ինչ ես եկե, բաման, ասեցի, սենց եկել եմ նայեմ, չգիտեմ, բան ասեցի գնամ իր երեկոյան հանդիպենք, ասեց արի, ես էլ ասեց Արցախի ձայներ եմ ստեղծում, եկել եմ երեխա, ասի, դե ասեցի երեկոյան միասին հանդիպենք այստեղ, ասեց հա օքեյ, միասին կուտենք խմենք 1000 տարի ընկերներենք իրար չենք տեսել, ասի ես էլ ուզում եմ գնամ մի հատ Արցախի Ստեփանակերտի թատրոնը տեսնեմ, ուզում եմ տեսնեմ այդ, ասեց լավ, երեկոյան հանդիպեցինք, ասեց կգաս այստեղ գործ կանես, ասի կգամ, ասեց չես գա, ասի կգամ Խոսակցություն սենց է եղել, ասեց հաստատ ասի, չես մորաքույրը Փարիզից կանեմ, ասեց լավ, կան դերասաններ, չես երիտասարդ, ասեց գնայիմ Արցախի երեխեքից նայ, գնացի իրանք նստած էին, հերթով բան արեցի, բան, դու Արտյոմը, Արտեմ Վալտերը, այսօրվա Արտեմ Վալտերը անցանք։ Ասի էլով էր, մենակ երկուստ էի։ Չէ, երկուսս անցանք։ Բայց շատ ենք, ամբողջ թիմով ենք։ Բոլորին դե կաստինգ եմ անում, որ համարձակ եղնե։ Բան то մեն ասի, ну-ка обними меня, ասես, գրկեց, ասի ոնց ասեց, ապխատ большой։ Հիմոյի։ Ապխատ большой։ Ու այդպես մենք սկսեցինք ու այդպես սկսեցինք աշխատել մասին, հիմա դու շարունակի։ Դե ինչ շարունակեմ, այդպես բայշոյ ապխվատով սկսվեց մեր շատ ջերմ ու շատ իմ համար լեցուն, չգիտեմ Նարեկ Օհանիչ համար ոնց, համագործակցությունը երկար տարիների, որտեղից ես շատ մեծ բագաժ ստացա, բեմի հետ կապված, արտիստական գործունեության հետ կապված, Դոնժուան ավյանը, տորանտի հետ խաղաց։ Նարեկ Օհանիչը այն մարդկանցից է, որ հատկապես երիտասարդներին անընդհատ ինչ-որ բան է տալիս, անընդհատ ինքը իր այդ մեծ փորձառությունը կապված թե բեմի հետ, թե կյանքի հետ անընդհատ ուզում է փոխանցի, անընդհատ ու քանի որ մանավանդ Բայց ես էլ ահագի բան կաշում եմ։ Աստված տվողին համար էլ տես ապխված ունես։ Աստված տվողին է տալիս։ Եվ դրա համար մենք երիտասարդներս այդ տարիքում մանավանդ, երբ որ մենք սպունգի պես ամեն ինչ կլանում ենք, որ մենք նույնիսկ երևի շատ բաներ չգիտակցելով, այնքան բաներ ենք սովորում, որ Նարեկ Օհանիչ հիմա է դուրս գալիս։ Օրինակ մեկ այս տարիքում արդեն, այսպես մտածում եմ։ Այս տարիքում։ Այո, բայց ասեք որ չեք գա այս տարիքում։ Չէ, այս տարիքում արդեն դրսևորվում է ու պահեր են լինում ասում, վայ, այս Նարեկ Օհանիչը ասածներ, վայ, այս Նարեկ Օհանիչը սովորացրածներ, բան, այ որ մինչև օրս այդ բազայից, այդ շկոլայից, նու համենայն դեպս ես ու վստահ եմ նրա բոլոր սաները։ Ինչպիսին է Նարեկ Օհանիչը որպես ղեկավար, բեմադրող, Սարսափելի լավ պահանջկոտ Սարսափելի պահանջկոտ անձնավորություն, միակ բանը, որ ես ամեն ինչի մեջ քեզ հանգստացնում է, որ ինքը պահանջկոտը առաջին հերթին իրան նկատմամբ, այսինքն ինքն էլ է այդ զոհերից պահանջկոտության, բայց հավատացեք, որ այդ դպրոցը անցնելով դու նույնպես այդպիսին ես դառնում, հետո մի քիչ դժվար է լինում ուրիշ տեղ աշխատելը, որ տեսնում ես այդքան էլ պահանջկոտ չեն, հատկապես իրենց նկատմամբ, գործի մեջ այդ ճանապարհը կարող է բարդ է թվում, բայց իրականում այն ռեզուլտատը, որ ստանում ես հետո, սարսափելի լավն է լինում։ Ինչ որ հետաքրքիր դրվագներ բեմի վրա ձեր հետ։ Բեմադրող ռեժիսորը, երբ որ քո հետ գտնվում է
բեմի վրա, մի քիչ կրկնակի Ռեժիսորը պատասխանատվություն համ պարտներ այո, պաստորեն, թե քո համար, թե իր համար, որովհետև դու գիտես, որ դու ռեժիսորի հետ ես խաղում, ինքն էլ հերիք չխաղում է, մի հատ էլ հետևում է, որ բոլորը ճիշտ խաղան։ Մեկ էլ օրերից մի օր ներկայացման ժամանակ բաններ, շենքում իրավիճակ է փոխվել, ներկայացման վերջի դրվագն է, ես ու Նարեկ Կանչն ենք խաղում։ Ուսում հասկանամ ինչ ես պատմում, Դուք չեք հիշի, բայց ես կպատմեմ։ Ու ինքը հիշեք, որ ինքը շատ պահանջկոտ է, որ դենց բոլորը պետքա ճիշտ խնդիրներով, ճիշտ տեքստերով դուրս են գալիս բեմբա, ու դիալոգի ժամանակ տեքստս ասում եմ, հետո սպասում եմ Նարեկ Կանչի պատասխանը, որ այդ պատասխանից ելնելով արդեն իմ տեքստը պետք է գա, ու իր պատասխանը շատ կարևոր է։ Ու ես տեքստս ասում եմ, Նարեկ Կանչը չի պատասխանում, ասես նայում է ինձ Նայում է ինձ, դա չգիտեմ, երևի դարը մեկ է տենց բան տեղի ունենում, որ ինքը տեքստ է մոռանում։ Ահա։ Ուսես նայում է ինձ ու Հերիք չի տեքստը մոռացել, հիմա էլ մոռացել է, որ տեքստը մոռացել։ Հա, ու ամենակարևորը ինքը պրետենզիայով է նայում ինձ։ Նայում է ինձ, ես իրան եմ նայում, Ուսենց ինքը աչքով, ունքով, արդեն ոտն է սենց բաներ անում, յանի տեքստ ասա, ու ես եմ որ սենց մոտեցա իրան, ինքը հասկացա, որ ինքն է մոռացել, կյանքում այդպիսի պանիկայով Նարեկ Կանչին չեմ տեսել։ Գիտեք ինքը ինչ է արել, չի հիշում ինչ պիտի ասի, ու սկսում է բեմի վրա վազել, չեմ հիշում։ Փախնում է ինձանից, հասկանում եք, ոչ թե սենց փորձում աշել, փախնում է, չեմ հիշում, ինչպես արա, չեմ հիշում, ես չեմ հիշում, վերջը մի կերպ ասում, հա ուզում եք ասել եւ վերջը տես դերասանական ինչ-որ հնարքով տեքստը հետ բերեցինք ու շարունակ, այ տենց, բայց հետո դուրս ենք եկել, այնքան ենք ծիծաղացել, նախ եմ փաստից, որ ինքը տեքստը կարող մոռանալ բեմի, հետո իր ռեակցիան էլի, ու ոնց է ինքը պրետենզիա, յանի ինչի՞ չես Գիտես բեմի ըլից տարօրինակ բան է, Կոլա բասիստին, կոնտրաբասիստ, Նիկողայոս։ Այո, իմիջալոց իմ կատնային եղբայրն է, իր մաման ինձ, Ինչ փոքր է մեր քաղաքը։ իր մաման ինձ մի խոսքով Մամայից եք փաստորում։ Ուրեմն օանը ստաղա զանգում, ասում է պապա գալիս եմ Երևան, ինքը ջազմեն է էլի Խնդրում եմ էլի կոլայիդ ուզում եմ անպայման համտիպեմ, զանգում եմ չի վերցնում, մի հատ իրան բռնացրա, օքեյ Այդ օրը երեկոյան մենք խաղում ենք Դոժուանավիա, այս Դոժուանավիան ուրեմն տեքստ կա մի հատ, ես Հարալտին ասում եմ դու քո աղջիկին հիշում ես, քո սիրուն աղջիկի, բա երկու Դոժուաններ էլի, ինքն էլ ասում է հա բա ասում է քո Օլան, ու ես պիտի ասեմ հա իմ Օլան, ու ցույց եմ տալի, ասում եմ Օլաս, ու ցույց եմ տալի մարմնի մասերը, բան հիմա ամբողջովին Օլան է դարձել, որովհետև պիտի զակտը չի զանգում երեխեն գալիս է Կոլան, հիմա հրանտ ասում է քո Օլան, ասում է հա Կոլան, Կոնտրաբաս Կոլան, հացեց ալում, Օլան, ասում հա էլի Կոլան, մեջ չդիմսացած, արա, Օլան, ու թալի չսեց ուզում է հասկանալ, ես ինչ եմ Կոլայինը տես, ծույց տանիս, բեմը շատ տարօրինակ բան է, բեմի վրա այնպեսի բաներ են մեկ, չէ հիշում էդ Je quitte ma Provence, bien décidé à poigner la vie. Les cœurs légers et le bagage immense, j'étais certain de conquérir Paris. Je lutte derrière le plus chic, je me perds ces complets bleus qui étaient de dernier cri. Les photos, les chansons et les orchestrations ont dû résoudre mes économies. Je me voyais déjà à Andé l'affiche, à dire la plus beau qu'on a pour qui mon nom s'est allé. Je me voyais déjà à dire les riches, signant mes photos, admirateurs qui se bousculaient. J'étais le plus grand des grands fantaisistes, fusionne un succès si fort que les gens m'acclamaient au bout. Je me voyais déjà cherchant dans ma liste, c'est le qui le soir pourrait parfois se rendre à mon cou. Maîtresse obédience de mon maquillage, mais la voilà juste précis,
Je quitte ma Provence, bien décidé à poigner la vie. Les cœurs légers et le bagage immense, j'étais certain de conquérir Paris. J'ai lu d'ailleurs le clocher, je préfère ce complet bleu qui est de dernier cri. Les photos, les chansons, les orchestrations ont duré toutes mes économies. Je me voyais déjà à honte de l'affiche, à 10 fois plus gros qu'on n'importe qui, mon nom s'est allé. Je me voyais déjà adulé et riche, signer mes photos admirables qui se bousculaient. J'étais le plus gros des grandes fantaisistes, cautionne un succès si fort que les gens m'acclamaient au bout. Je me voyais déjà cherchant dans ma liste, c'est le qui le soir pourrait pas pour se fondre en mon cou. Շնորհակալություն, պարոն Այս Դուրյան։ մեր տնօրենին բերել եք ինձ կոնտրոլ անի։ Ամենակիչը, պարոն Դուրյանը հյուրին սպասում էր, որ պետք է լինի, դա ես եմ։ Կներեք, Նարեկոն չսենց ստացվի։ Կրիստինա, прошу Բերել любите կոնտրոլ։ жаловать, այո։ Իմիջիայլ մեր Մարիամը ինչ բարբարով էր երգում։ Դուք ֆրանսիա խոսում եք։ Չէ, բայց դուք Մարսելի բարբարով եք խոսում ֆրանսերենից։ Չէ, ինքը Շարլազնավոր բարբար։ Ազնավուրի բարբարով։ Ազնավուրյանը։ Ազնավուրյան բարբարով։ Այո, Չէ, Ազնավուրյան։ շատ լավ էր, ամեն ինչ շատ հասկանալի էր։ Մամա շատ Նու ինչքան որ իմ անուշ ֆրանսերն տաղտիկ է։ թույլ է տալիս, ես ամեն ինչ հասկացա։ Ես էլ եմ, ես էլ ամեն ինչ հասկանում եմ։ Այս երկի մենակ երկու տողն եմ հասկանում։ Բագյաժի մասը։ Ինչքան ոյաժներ եք ունեցել։ 30 տարի էլի, շատ։ 1996 թվականից մինչև հիմա ճամփորդում ենք, վերջի ոյաժը Բեյրութ էր, 1 ամիս առաջ։ Իսկ որտեղ իրար հանդիպեցիք եւ ինչպես տեղի ունեցավ ձեր ծանոթությունը։ Պարոնյան թատրոնում, պարոն Դուրյանը խումբ ուզում էր նոր կադրերով լցներ, համալերել եւ պարոն Ղազանչյանը ասել էր, ես ներկայացումն այս մի հատ նոր դերասանուհի եկի երիտասարդ, պարոն Դուրյանը նայեց, հավանեց։ Ներկայացում էր, որ Ռաֆիկ Կոթանջյանը, ես եւ աղջիկ էինք փնտրում, որ խաղա։ Պարոն Դուրյանը միշտ աղջիկ է փնտրում։ Համին մինչև դրան Այդպես էլ մեռնելու է։ նայեք, մենք հիմա մեր թատրոնը կաստինգ է Էլի հրավիրում, աղջիկ եք աղջիկ դերասանների, որտեղ մեր դերասանուհիները մի օր մեկը ծննդաբերում է, 2 օր առաջ մեկը ծննդաբերեց, մի քանի օրից մյուսը գնում է դիկրետի ծննդաբերելու եւ մենք միշտ այդ խնդիրը ունենք։ Այսինքն, եթե դուք Առողջ խնդիր օրգանիզմ ունեք ենք, շատ ամուսնանալու շուշ կամ ծննդաբերելու, պետք է գաք եւ պարոն Դուրյանի հետ գոնե մեկ անգամ ինչ որ մի ներկայացման մեջ զբաղված լինել։ Այս խոսքի վրա գիտես ինչ հիշեցի Մանուկ Կարպիչին, որ քարտ մեր պրոյեկտորներ ինստիտուտի շատ լեգենդար անձնավորություն, որ քարտուղարուին գալիս էր, հղիանում էր, գնում էր, ամուսնանում էր, գնում էր, մի օր ասեց Սուշի Ղամասյան ինձ հետո պետք է այնց աղջիկ ջոգեմ, որ չբեր լինի։ Այդ Մանուկ Կարպիչի շատ հետաքրքիր անձնավ։ Լսի, մեր ինստիտուտի դիմացը մի հատ ծառ կար։ Դրանք դեմ, դրանք հին ինստիտուտի մասին է, կարգին ինստիտուտ։ Հիմա էլ կա այդ ծառը իմիջիայլը։ ծառը կա, այո։ Ծառը կա հիմա էլ։ Չէ։ Չկա այդ ծառը, կարծեմ կա։ Չէ։ Բակի ծառի հետ եք։ Թողեք, չէ, ինստիտուտի Դիմացի ծառը։ դասականեն մի ընդհատեք։ Թող ապրես։ Լսի, այդ ծառը սենց էր բուսնում, այս ծուր բուսնում էր այդ ծառը։ Այս Մանուկ Կարպիչս գալիս է հենվում է վրան ու դու պիտի հիշես այս։ Հիշում եմ շատ լավ։ Ընկնում է, ձերքը կոտրում է։ Տալում են գիպս, լավանում է, իսկ դեմը կանգնած է, նորը լավացի, դուս են գալիս, Մանուկ Կարպիչ, բայց ոնց եղավ այդպես ընկակ ձերքը կոտրեցի, слушай, տեսնում ես այս ծառը, так удивительно, այս ցեկա, ու ցուցատալ, ինչ որ անում է ցուցատալ։ Եկա այս շուշեշ պետք է ասում ցեվեցի ու հեմ գամ նույնտեղից մերելը բիզը կացարը կդրել տվեց չկա կդրել տվեց Ծառը չկա։ Դրա համար է ծառը Այդ ծառը չկա։ Լավ, ընտրեցիք ասում դերասանուհի։ եմ Մանուկ Քյարպինչ Մուրադ ասում այդ Քյարպինչ չէ Կարպինչ կարմիր կապու դեղին դեղին ինչ կապուլի Ինչ կապ իսկապես։ Ընտրեցիք դերասանուհի, իսկ հետո արդեն անցակ այլ գործունեությանը։ Ինչպես էր դա։ Մինչև 2006 թվով, բայց դերասանության։ Դե եմ ասում, այդ
Երբ այդ переходը ինչու եղավ եւ Ինքն էլ ամուսնացավ, Ես էլի։ էլ բալիկներ ունեցա եւ ավելի հետ քաշվեցի դերասանությամբ, սկսեցի ադմինիստրատիվ գործերով զբաղվել։ Երևի Շատ տաղանդավոր դերասանուհի միջալոց, ես շատ եմ ցավում, բայց Հիմա այնքան տաղանդավոր եմ, որ ոչ մի թատրոնում չեմ խաղում։ բոլոր դերերը խաղացել է։ խաղացել, հա։ Դե հիմա տենց է ինչ անես, որ աղջիկի կանանցի չէ դժվար է։ Կոնտրակտում ունեք այդպիսի տող, որ պարտավորվում 2 տարվա ընթացքում չամուսնանալ։ Չէ, որտեղ հղիանալ։ մեր կուրսի ղեկավարը ասում էր չամուսնանակ մինչև 4-րդ կուրս, բայց հետո կողքից գալիս էր ասում էր առաջին ինչ պետք է անեք, պետք է ամուսնանաք ու երեխա ունենաք։ Դրա համար մենք այդ կոնտրակտը չենք անում, մենք ուրախ ենք, որ մեր դերասանուհիները բալիկներ են ունենում, մենք արդեն 6-7 հատ թորնիկներ ունենք, Թատրոն։ 2 օր առաջ մեկն էլ ունեցա։ Թելմանը։ Հա, ես գնացել էի։ Ադանոց Տոման էր տարել Թելմանին։ Պատուանի տակ ծխում Բայց էի։ աշխարհը այդպես, աշխարհը այդպես, Ֆրանսիա մտնում ես աշխատանքի, այլ աղջիկ ես, առաջի հատ ասում է ամուսնացած եք, ասում է ոչ, մստեսություն։ Ես ուզում եմ, որ մենք Թելմանին եւ Նվարդին Վարդանի ծննդյան կապակցությամբ Վարդանին երկար տարիներ կյանք, ինչպես Արցախում են ասում, մեծ պապիկ դառնա։ Այո։ Ազգը շատացնում է փաստորեն ձեր թատրոնայով։ Իհարկե։ Ինչպիսին է պարոն Դուրյանը որպես մարդ, որին պետք է կազմակերպել։ Կազմակերպող է։ Շատ կազմակերպող եւ շատ կազմակերպված է եւ չափից ավելի պունկտուալ է։ Նույնիսկ իր շուրջը, երբ իրանց տուն է գնում, այսպես պապոլոչկա, այսպես ամեն ինչ բաների վրա դրված է եւ չես կարող սենց մի քիչ այս կողմի վրա բրթել այդ բանը, որովհետեւ եթե նա այդ տեսնի գիծը ուղիղ չի, շատ խախտված եւ այդ բնութագրում է այդ բնավորությունը, որ ամեն ինչի մեջ չափից ավելի կազմակերպված է։ Գիտեք ինչի է այդպես կարողանում, որ Կրիստինան ասաց, որ ինքը տենց այդպես բծախնդիր, նույնիսկ աշխատելուց, երբ որ ինքը պիեսի վրա աշխատում է, ինքը չի կարող այդպես քաոսի մեջ աշխատի, իր համակարգչի մեջ ամեն ինչ դասավորված է, այսպես, ու իր տունն է այդպեսին, իր գրքերն են այդպեսի դասավորվածությամբ ապրում տանը մի անգամ գնացել ենք Նարեկո Անիչենց տուն, այդպես նստեցինք, հաց կերանք, բան, խոսացինք, էլի գրքերից բան ու հավաքելու ժամանակն է, եկել սկսեցինք հավաքել այդ կերած դասավորում ենք, լվանում ենք, բան ինքը չի խառնում, որտեվ մենք ենք, մեկ էլ խոհանոցում ջուր ամաններ ենք, ափսեներ ենք լվանում, մեկ էս գալիս է, սենց աչքի տակով այսպես նայում է։ Չեմ հասկանում, սենց գալիս է, որ մի առաջի անգամ ասին նայեք ինչ որ բան եք ուզում։ Չէ, ցավտամ, չէ։ Ու սենց ինչ որ նայում է, հետո հասկացա, որ հետևում է, տեսնի մենք սա ճիշտ ենք անում, ճիշտ ենք դնում։ Ասում նայեք ինչ տեսնում, նայում եք տեսնեմ ճիշտ ենք ապսել բան թե չէ։ Բան եք դե, այս ջուրը զգուշ, բան։ Այդպես գնաց, հա։ Պարոն Դուրյանը չգիտեր, որ ես էլ պետք է այսօր հյուր լինեմ, ես նստած լսում էի ինչ էր պատմում, ինչ էր խոսում, ասում զարմանալի է 30 տարի է լսում եմ ու հələ լսում եմ։ Որտեղ այնքան հետաքրքիր է պարոն Դուրյանը պատմում, որ չես կարող չունկնդրել, չլսել ուշադիր եւ երբեմն ես տրանսլյացիայով ներկայացումը որ լսում եմ, ես մեկ-մեկ ինչ որ ինքը որ բեմում գոռում է, բայց դերի մեջ է որ գոռում է։ Ես վեր եմ թռնում սենց։ Ինքը այնքան էմոցիոնալ ու այնքան վառ է պատմում, որ լսողը թվում է թե անհավանական է որ այդպես կլինի, որովհետև շատ գեղեցիկ է պատմում Նարեկոյան, չէ՞, ամեն ինչ։ Ինչը չես ասի իմ մասին, որովհետև ես շատ վատ եմ ամեն ինչ։ Դու երեք պիտի տեսնեիր Սիրանն նախաղում, երեխա է սպասում, էլի։ Հա, Սիրանուշն էլ երեխա է։ Ես էլ բեմի վրա եմ, ինձ հետ խաղում է շեղշելաֆան, գնում գալիս։ Մեկ է տեսնում եմ, որ շորիտակից ինչ որ թել է երկար դուրս եկել, շնուրուկի նման։ Ու հեսա անգնել է ոտի տակ։ Ասում եմ չընկնի արա, երեխա ու պիտի տեսներ ոնց է խաղում։ Ու զուսը ստեբել։ Այստեղ թացա, այստեղ չացնես։ Այստեղ ամբողջ ներկայացումը իրեն բան եմ, նստացրել եմ, կագրացրել եմ, բան եմ։ Այդպես է, պիտի ես գոհ եմ։ Ես եթե մի անգամ էլ ծնվեի, գոր, նույն կյանքը պիտի ուզենայի ապրել։ Մի քիչ եթե կարողանայի ավել կանեի։ Պակաս, ոչ մի բան։ Նույնիսկ վատ օրերս նորից եմ ուզում։ Ես մինչև հանդիպումը, մինչև ստուդիա գալը հարցրեցի Կրիստինային, մի հարց տվեցի, ասացի Նարեկը չի պատրաստվում Դոն Կիխոտ բեմադրի։ Ես քո Սանչո Պանսան լավ հիշում եմ։ Կա միտք ունեմ, մտածում եմ, չգիտեմ։ Սանչո Պանսան կա, Դոն Կիխոտը չկա։
Տեսակեքյան նազանի մասին անցան գնաց ինչպես կամի և երբ վարագույն կփակվի այս պակություն կմորացվի թե ծանտրացան մեզ ներեցին բարով գնանք բայց միշտ հիշել ձեզ ենք սպասում նորից անհանդեպ այս թատրոնում մեր հյուրասեր լույս է վարագույն շշում կուլիսներ սրտի դրպող սուլոց ծափեր բեմն է մեր կյանքը իմաստը կյանքի բեմը թատրոնը այո սելավի լույս էր վարագույն սլա կուլիսներ սրտի դրպող սուլոց ծափեր բեմն է մեր սիրտ իմաստը կյանքի բեմը թատրոնը այո սելավի Առանց թատրոն կյանք չկա։ Ով ինչ ուզում ասի, մեկ ասում եմ հինա, անցածա, մոռացվածա, դուք եք որ մեջը չեք։ Սխալ տեղ եք պտտվում։ Դա վերանալու է։ Թատրոնը մնալու է։ Չի կարող պատահի, գուցե ֆորման փոխի, մնալու է։ Շնորհակալություն տղերք ջան, մերսի։ Այսպիսին էր այսօրվա երեկոն շանթում Նարեկ Դուրյանի հետ։ Մնացեք մեզ հետ եւ մենք դեռ կհանդիպենք։ լույս է վարագույն շշում կուլիսներ սրտի դրպող սուլոց ծափեր բեմն է մեր սեր իմաստը կյանքի բեմը թատրոն այո